Հրապարակը գրում է. Գագիկ Ծառուկյանի մուլտիգրուպ կոնցեռնի մի շարք ընկերություններ կապարակնքելուց առաջ պարզվում է ՊԿ ստուգումներ է արել այլ ընկերություններում, օրինակ Orange-Mall-ում։ Ընդ որում ոչ միայն բուն առևտրի կենտրոնում, այլև առանձին վաճառակետերում։ Աշխատակիցները թերթին հայտնել են, որ 2 տասնյակից ավել վաճառողներ են տուգանվել, յուրաքանչյուրը 600,000 դրամով։ Orange-Mall-ի տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատել է տեղեկությունը նշելով, որ ՊԿ մտել է մոլ, ստուգումներ է իրականացրել, առգրավել է փաստաթղթեր համակարգիչների ինֆորմացիան գրիչներով։ Գիտեմ, որ ստուգումներ իրականացրել են նաև վաճառակետերում ու խոշոր գումարներ են տուգանել, բայց թե ում մոտ կոնկրետ որքան տեղյակ չեմ։ Նույն ժամանակահատվածում, երբ եկել են առևտրի կենտրոնում ստուգումների, այդ ժամանակ էլ տուգանել են վաճառակետերը։ Դա տեղի ունեցել է 2-3 շաբաթ առաջ Գագիկ Ծառուկյանի դեմ իրավական գործընթացներից առաջ։ Թերթի տվյալներով Orange-Mall-ն են պատրաստվում խլել Ծառուկյանից։ Հրապարակը գրում է. Նախորդ գումարման ազգային ժողովը նոր անկախ Հայաստանի պատմության ամենակրվարար խորհրդարանն էր, որտեղ ձեռնամարտի անգամ ոտնամարտի էին դիմում։ ԿՊ-ն որոշել է նոր ազգային ժողովի մեկնարկնել նախորդի քոփի փեստովանել, սադրել, հրահրել ընդդիմադիրներին, որ մի քանիսի վախը բռնեն։ Հատկապես իշխանության թիրախում են ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները, առաջին հերթին Էդգար Ղազարյանը, որը հաճախ է ԿՊ-ի ցավոտ տեղերին խփում։ Այս սցենարի մասին տեղյակ են նաև ընդդիմադիր թիմերում եւ այսպես ասած մարտական պատրաստվածության են բերում ուժերը։ Ուժեղները պարզվում է բառացիորեն ֆիզիկապես են պարապում։ Թերթին ասել են, որ ոմանք մարզվում են սպորտ դահլիճներում։ Ինքը Նարեկ Կարապետյանը Վովա Վարդանովի հիմնադրած Ոմայի սան է եղել եւ մարզումներին է մասնակցել։ Ասում են, նա նաև ինքնակրթությամբ է զբաղվում, ամեն օր քաղաքագիտական գրականություն է ընթերցում, տրեյնինգների մասնակցում եւ այլն։ Փաստը գրում է, օրերս տեղեկություն տարածվեց, որ Երևանի երաժշտական դպրոցներից մեկի տնօրենը ժամանակավոր պաշտոնակատարը ցուցադրությունից պոկել ու հեռացրել է 10 տարեկան Սանուհու արած նկարն Արցախի Դեդո-Բաբո հանրահայտ կոթողի պատկերով։ Նշյալ դպրոցի տնօրենին բազմաթիվ հայրենակիցներ, այսպես ասենք, անարգանքի ու պարսավանքի սյանն են գամել, ու ճիշտ են արել, բայց իրականում խնդիրը շատ ավելի խորքային է, որպեսզի ունենա սեփական պատմության հարգն ու արժեքն իմացող, այդ պատմությանն ու ահռելի ժառանգությանը տեր կանգնող նաև պահանջատեր, պատմական հիշողություն ունեցող հասարակություն կարևոր է, որ նախ ունենաս նման իշխող էլիտա, կառավարություն, պետության ղեկավարություն։ Ու ողջ խնդիրն այն է, որ հարցը միայն այդ մեկ դպրոցը չէ, այդ մեկ օրինակը չէ ու ամենևին պարտադիր չէ, որ վերևից այդ դեպքի համար հատուկ հրահանգ տրված լինի կամ պաշտոնական շրջաբերական իջեցվի դպրոցների ղեկավարներին։ Պարտադիր չէ։ Եթե իշխանությունը նման գիծեվարում, ապա բնականաբար կգտնվեն Հռոմի պապից ավելի կաթոլիկներ։ Չնայած չենք բացառում, որ ինչ-որ նման հրահանգ էլ իջեցված լինի ներքին կարգով ոչ պաշտոնապես։ Բայց եթե դա էլ չլիներ, ապա միայն Փաշինյանի ու նրա կարգառունների ամենօրյա հայտարարությունները անընկալելի ու անընդունելի բնորոշումները բավարար էին, որ բոլորն էլ հասկանան։ Այլևս արգելված են եւ Արարատի, եւ Հայոց ցեղասպանության, եւ Արցախի, եւ Արևմտյան Հայաստանի հիշատակումները, եւ այդ ամենը արտացոլող տեսալսողական մշակութային ստեղծագործությունները, պատկերները, ֆիլմերը, երգերը, գրքերը, նկարները։ Մի խոսքով ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է։ Հրապարակի տեղեկություններով մեկ ամսով կասեցվել են արդիկ ԿԿՀ պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները եւ կրկին ստուգումներ են սկսվել։ Երբ ընդհանրապես վերջերս էին արել եւ խախտումներ չէին հայտնաբերել։ Թերթի աղբյուրն ասել է, որ վերևից վիզ են դրել կեղտ գտնել նրա վրա ու ազատել։ Քրեակատարողական ծառայության 35-ամյա պետ Զովինար Թադևոսյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է միայն այն արժանիքի համար, որ Սրբուհի Գալյանի մտերիմն է, չի հանդուրժում փորձառու կադրերին, հատկապես նրանց, որոնք հակադրվում են իրեն, առարկում իր հրամաններին, ինչը եղել է Ղազարյանի դեպքում։ Նրան այդ հարցում աջակցում է տեղակալ Սահակ Գրիգորյանը։ Նախ արդիկի ռեժիմի պետ Արթուր Դանիելյանին են ազատել, ստիպել, որ պետի դեմ ցուցմունք տա։ Նա հրաժարվել է ու կորցրել աշխատանքը։ Հիմա կենտրոնացել են պետի վրա։ Թերթը հիշեցնում է, որ Ղազարյանը մոտ 1 տարի առաջ է նշանակվել այդ պաշտոնին այն բանից հետո, երբ Բերդում կալանավորներն անհնազանդության գործողություններ էին արել, ազատել էին ղեկավար կազմին եւ փորձառու կադր համարվող Ղազարյանին, որ մինչ այդ Սևան ԿԿՀ պետներ տեղափոխել էին արդիկ կարգ ու կանոն հաստատելու։ Թերթի աղբյուրի պատմելով արշալույսները խաղաղ չեն նաև Գորիս ՔԿՀ-ում։ Այստեղ էլ օրերս 2 հերթափոխի աշխատակիցներ միասին ազատման դիմումներ են գրել, հոգնելով ստեղծված վիճակից, երբ ամեն անկապ պատճառով ստուգումներ են անում։ Փաստը գրում է, Հայաստանում փաստացի տեղի ունենում մասնավոր սեփականության, առհասարակ սեփականության իրավունքի հոգեհանգստի արարողությունը։ Կարծում եք սարկազմ է, ամենևին, դա ցավալի իրականությունն է։ Մենք արդեն ապրում ենք մի պետության մեջ, որտեղ կարող են մեկ անձի քմահաճույքով մի գիշերում որոշել, որ այսինչ ընկերությունն արդեն պետությանը պետք է անցնի։ Մեկ ուրիշը քաղաքապետարանին, պետք է խլել անշարժ ու շարժական գույքեր, բաժնեմասեր եւ այլն։ Հարկավ խոսքն այս պարագայում մուլտիգրուպի սեփականատեր ԲՀԿ ղեկավար ՀԱՕԿ նախագահ Քախ Բանտարկյալ Գագիկ Ծառուկյանի հետ կապված իշխանական հարձակումներ
պաշտոնյաների մասին է, բայց սա նաև առաջին դեպքը չէ, ուղիղ 1 տարի առաջ այս օրերին նույն փաշինյանական իշխանությունը կենտրոնացած էր Սամվել Կարապետյանից Հայաստանի էլեկտրական ցանցերը խլելու գործընթացի վրա։ Ձեռքի հետ էլ Տաշիր գրուպի այլ միավորների վրա էին հարձակումներ գործում։ Սեփականության իրավունքի վախճանը, սեփականության իրավունքի հուարկավորությունը ծանրագույն հետևանքներ է ունենալու երկրի վրա, տնտեսության վրա, բնականաբար նույնքան կամ ավելի ծանր հետևանքներ է ունենալու բնակչության սոցիալական վիճակի վրա, անգամ կարող է դեմոգրաֆիկ խնդիրների պատճառ դառնալ։ Ժողովրդի տեղեկություններով ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։ Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ 7 ամիս, նախարարը մինչ օրս որևէ դատավարական կարգավիճակ չունի։ Վահե Հովհաննիսյանն ու նրա մերձավոր շրջապատի մի շարք անձինք հարցաքննվել են, սակայն դրանից հետո քննությունը փաստացի կանգ է առել։ Նոր գործընթացներ չեն իրականացվում եւ այն ըստ էության մնացել է անորոշ վիճակում։ Թերթը հիշեցնում է, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 4-ին հայտնել էր, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերևույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է հարուցել բացառապես դատարանի պարտադրանքով։